1942 թվականը ահասարսուր թվական էր բոլորի համար, երբ պատերազմի բոթը իր ճիրանների մեջ առավ բոլորին, ու նրանցից շատերը մնացին մարտի դաշտում, շատերն էլ վերադարձան, գոնե մեկ փամփուշտ սրտի տակ պահած։ Անցել է 100 և ավել տարիներ, բայց մեր շարքերում դեռ կան մարդիկ, ովքեր քայլում են մեզ հետ։ Խոսքը Հեշտիայի բնակիչ, հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Սիմոնյանի մասին է։ Հայրենական պատերազմի մասնակից Սիմոնյան Ներսես Հովհաննեսի Հեշտիա գյուղից եմ։ Ծնվել եմ 1924 թվականին։ Զորակոչվել եմ բանակ 1942 թվի, այն ժամանակ, երբ մեր երկիրը ծանր վիճակում էր։ Գերմանացիները հասել էին մինչև Կովկասյան լեռները։ Եվ ահա այդ ծանր ժամանակ մոբիլիզացիա ենթարկվել եմ Հեշտիայի 5 ընկերների հետ միասին, մոբիլիզացիա ենթարկվեցինք եւ մասնակցել եմ Հյուսային Կովկասի ազատագրմանը, ամենահիմնականը Նավրասիս քաղաքի եւ Սևաստոպոլի ազատագրմանը։ Սևաստոպոլի ազատագրման համար մեծ դեր կատարեց նաեւ հայկական բանակը, 85-րդ բանակը նույնպես մասնակցում էր, իսկ ես 315-րդ բանակի մասնակից եմ։ Մեր հարևան դիվիզիան նաև հայկական դիվիզիան էր։ Հայկական դիվիզիան իր ազատագրական գործողությամբ մեծ դեր կատարեց Նավրասիսկ ազատագրելու։ Նավրասիսկը վերջնականապես Հյուսային Կովկասը ազատագրվեց, բայց Նավրասիսկը դեռ մնում էր գրավված։ Նավրասիսկի գրավումը կատարվեց 1943 թվականի սեպտեմբերի 16-ին, որից հետո մեր բանակը, որին ես մասնակցում էի, 318-րդ բանակը նաև տեղափոխվեց Ղրիմի ազատագրմանը։ Եվ ես նորից մասնակցեցի Ղրիմի ազատագրմանը, Սևաստոպոլի ազատագրմանը, որի համար ուրեմն շատ ծանր մարտեր մաղեցինք, մեր հայրենիքը շատ ծանր կորուստ կրեց, չնայած այդ ծանր կորուստերին մենք այնուամենայնիվ կարողացանք ազատագրել Սևաստոպոլը։ Սևաստոպոլի ազատագրման համար հենց այդ ժամանակ էլ ես ծանր վիրավորվեցի։ Հիվանդանոց պարկեցի 5 ամիս, 5 ամիս բուժվելուց հետո նոր ազատագրվեցի, տեղափոխվեցի գյուղ։ Գյուղում ուրեմն տեղափոխվեցի, այդ ժամանակ դեռ ավարտել դպրոց ավարտելուց հետո չէի սովորել։ Աշխատեցի կոլտեստոնում վիրավոր ժամանակ, որից հետո նաև սովորեցի համալսարանում։ Համալսարան ավարտելուց հետո ես ուրեմն աշխատեցի մանկավարժ Հեշտիայի միջնակարգ դպրոցում։ Հետագայում Հեշտիայում բացվեց երկրորդ միջնակարգ դպրոց։ Այդ երկրորդ միջնակարգ դպրոցի դիրեկտոր աշխատեցի 24 տարի։ Կինս ուրեմն մանկավարժ էր, ես ասեմ, մանկավարժ էր, իրար հետ աշխատում էինք, ունեցա 4 երեխա, 2 տղա, 2 աղջիկ, աղջիկներից մեկը եթե։ Եվ ես մի բան էլ ասեմ, որ Բագդանովկայի Ջավախքի ուրեմն միակ զինվորն եմ, որ կետարի եմ։ Այդ բան էլ իմացեք։ Ուրեմն 2 տարի առաջ Բագդանով ախալքալակի շրջանում կար, այդ մահացել են նրանք էլ ուրեմն միակն է, որ կան ուրեմն հայրենական պատերազմի մասնակից։ Էդել դուք էլ բախտավոր եք, միագին տեսել եք։ Մեկ եւ ավել դար քայլած բազում դժվարություններ հաղթահարած ու միշտ բարի հոգով օժտված կենթանի լեգենդը իր կյանքի ընթացքում թողել է բազում հուշեր, լավ գործեր, կրթել բազմաթիվ սերունդներ։ Ու այսօր նրա մասին մեծ սիրով խոսեց իր աշակերտուհիներից մեկը, Սրփուհի Սանամյանը։ Խոսեց երանությամբ, հուզմունքով, անցյալի քաղցրությունը աչքերում։ Ես բոլոր ուսուցիչներիս հանդեպ ունեմ շատ մեծ սեր եւ խոնարհում, եւ առանձնահատուկներից մեկը ինձ համար Ներսես Սիմոնյանն է։ Իմ տնօրենը, իմ լեզվի գրականության ուսուցիչը, մարդ, որը մեր կողքին եւ մեր գյուղից լինելով հանդերձ միայն հպարտություն, միայն պանձալի հիշողություններ, միայն լավն ու բարին կարող ենք մենք բոլորս ասել առանց ոչ մի բառ ավելցնելու, գուցե որոշ բաներ կան, որոնք պետք է ավելին ասենք, մենք ավելի համեստանում ենք այդ արժանինքները թվելու մեջ։ Առաջին ես ուզում եմ ասել այն մասին, որ յուրաքանչյուր թիվ կլինի սովորական թիվ, եթե հիշողությունների հետ կապված չէ։ Մայիսին այնպիսի օր է, որ ոչ միայն հաղթանակի գրավականի հետ կարող են կապել, այլ նաև կապել այն հիշողությունների եւ այն մարդկանց հետ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն մի բանի,
ոչ թե հաղթանակ, գուցե հաղթանակի մասին այնքան էլ չէին մտածում, ինչքան խաղաղության համար պայքար էր դա, նաև ամբողջություն, նաև միասնություն, նաև այնպիսի մի շահկապված պայքար կար մայիսինին, որ կարողացան ամբողջ տարբեր ժողովուրդներ միավորվել եւ հասնել այն պանծալի ապագային, որը կեշտվեց հանուն մեզ համար, այսինքն դա ոչ թե հաղթանակն էր կարևոր, այլ այն խաղաղությունը, որ բերեցին մայիսի 9-ին։ Մյուսը ես ուզում եմ իմ խոնարհումս հայտնել բոլոր նրանց, ովքեր զոհվեցին, ովքեր հաշմանդամ դարձան։ Եվ ի երջանիկս այն թվին, որ այսօր կան եւ նրանք քայլում են մեզ հետ որպես լեգենդ, դա պատմության մեջ առանձնահատուկ մարդիկ են, որոնց թվում իմ սիրելի ուսուցիչ Ներսես Սիմոնյանն է։ Ես այն երջանիկ աշակերտների թվին եմ պատկանում, որ շատ մեծ կապ եմ ունեցել այդ ընտանիքի հետ։ Ես ճանաչում եմ նրան դպրոցից, նա ավելի շատ մեծ կարևորություն ունի նրա համար, որ նա կարողացել է պատերազմից վերադառնալով հանդերձ ընտրել մանկավարժության ուղղությունը եւ 45 տարի ապրել դպրոցում, դաստիարակել, կերտել այն մեծ արժեքները, որ նա կարողացավ բերել հենց պատերազմից։ Դա շատ կարևոր է, որպես մարդ նա շատ խաղաղ մարդ է եղել, բնավորությամբ շփտերես, նա մտնում էր դպրոց եւ յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր մարդու հետ ուներ, աշակերտի հետ ուներ առանձնահատուկ մոտեցում։ Առանձնահատկությունը մարդու երևում է այնտեղից, սկսվում է այնտեղից, թե ինչ նպատակով նա մտնում է դպրոց եւ ինչ է ուզում ասել իր սերնդին։ Նա բերեց բարությունը, նա բերեց խաղաղության մեծ սկզբունքները, նա բերեց գիտակ լինելու, մարդ լինելու գաղափարները։ Ես հպարտանում եմ նաեւ նրանում, որ քաչ ծանոթ եմ նրա ընտանիքի հետ։ Ասիա Վարդապետյանը, նրա լուսահիշատակ կինը եղել է իմ առաջին ուսուցչուհին եւ գուցե իմ մանկավարժական ընտրությունը, մանկավարժական մասնագիտության ընտրությունը ես կապեմ նրա հետ, որովհետեւ տանը ես անընդհատ խոսում էի նրա մասին, կատարում էի բոլոր այն առաջադրանքները, այն ցուցմունքները, որոնք տալիս էր նա դասարանում եւ հետո իմ խաղալիքներին ես այդպես բացատրում էի։ Բացի դրանից ես ճանաչում եմ նրա երեխաներին որպես գիտակ, բարի, մարդկանց սիրող, մարդկանց մեջ լավը տեսնող մարդիկ, հանձինս նաեւ նրա դստեր Սիլվա Սիմոնյանի, որը այնպիսի կազմակերպչական ձիրք եւ այնպիսի մեծ միջոցառումներ էր կազմակերպում մեր դպրոցում, հենց Ներսես Սիմոնյանի տնօրենության ժամանակ, որ աչքի էր ընկնում ամբողջ շրջանում որպես առանձնահատուկ նշանակության, կոմերիդական, հոկտեմբերիկական, պիոներական այդ բոլոր միջոցառումները բարձր մակարդակի կազմակերպում էր հենց ինքը Սիլվա Սիմոնյանը իր ժպիտով, իր պետք եղած դեպքում քրքիչ ծիծաղով, ոչ թե որպես տնօրեն քարացյալ վախ էր ստեղծում, այլ վստահություն։ Եվ հիշում եմ նաև այն, որ մի շաբաթ դասավանդելուց հետո նա բոլորիս մակարդակ արդեն գիտեր։ Եվ մենք պետք է բոլորս, ծերունդները գիտակցեն եւ գլուխ խոնարհեն բոլոր այն հիշողությունների առջև, որ բերեց մեզ մայիսի 9-ը։ Ոչ թե հաղթանակը, ոչ, մենք մեր սուրը փառքով դրեցինք պատյան, այն բանի համար, որ մենք ունեցանք երջանիկ եւ խաղաղ կյանք։ Այդ թվում էր նաև իմ հայրը Պետրոս Սանամյանը, որը հայրենական պատերազմի մասնակից էր եւ նաև հաշմանդամ, եւ այսօրվա կենթանի մեր հիշողությունների պանծալի հերոսը մեր Ներսես Սիմոնյանը, նորից անդրադառնամ եւ խոսքս ուղղեմ նրան առողջ, գիտակից, բարի եւ որպես մարդ շատ առանձնահատուկ եւ խաղաղ անձնավորության։
Այսօր Ներսես Պապին իրեն համարում է երջանիկ մարդ։ Նա անցել է կյանքի դժվարին ճանապարհ։ Հարյուրամյա կյանքի ու պատմության խոսուն վկան է, ու դեմքի ամեն մի կնճիռ ապացույցն է տասնյակ տարիների։ Նրա կուրծքը զարդարող ամեն մի շքանշան երկրորդ համաշխարհային պատերազմի մի արկի պայթյունի, բայց արի ու տես, այսօր նա շրջապատված է զավակներով, թոռներով ու ծոռներով, հարազատ մարդկանցով։ Նրա խորաթափանց հայացքում առկայծում է խոհեմության կայծը։